Նման խնդրում եմ նման ձևակերպումներ չտալ, որովհետև դրանք իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ես նշեցի նախագիծը քննարկվել է եւ 2019 թվականից եւ 2022 թվականին Պաշտպանության նախարարության կողմից եւ շրջանառվել է եւ իմ կողմից եւ ես սկսել եմ շրջանառել նախագիծը 2024 թվականի հունվարից, այսինքն տարուկես մենք անցել ենք քննարկումների փուլով եւ քննարկումների արդյունքում կառավարությունը տվել է դրական եզրակացություն, միայն դրանից հետո ես պաշտոնապես շրջանառել եմ նախագիծը եւ լայնորեն քննարկվել է այն, ինչպես հանրության ներկայացուցիչների միջև մենք իդեպ նաեւ կազմակերպել ենք եւ իդեպ նաեւ մենք կազմակերպել ենք հարցում իմ խնդրանքով վարչապետը հանձնարարական է տվել եւ կառավարության վարչապետի աշխատակազմը հարցում է պատվիրել թե մեր քաղաքացիների ինչ կարծիք ունեն նախագծի վերաբերյալ եւ հարցումների արդյունքում բազմիցս հայտնել է հարցումների տեսքով նաեւ դրական այդ հարցումները առկա են, որը մենք պատվիրել ենք եւ հանրությունը տվել է կողմ է նախագծին եւ միայն հանրության կողմ դիրքորոշում ունենալուց հետո ես նախագիծը շրջանառել եմ։ Փաշինյանը կողմ է այս նախագծին, որովհետեւ դուք հանդիպումներ եք ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ եւ այս հարցը քննարկվել է նաեւ։ Նա ինչ այս խնդիրները, որոնք կային, ինչ տեսակետ ուներ Փաշինյանը։ Վարչապետի ստորագրությամբ առկա է կառավարության կայքում կարող եք ծանոթանալ։ Նախարարը ինչու չգիտեր թե մոտավորապես քանի հոգու վրա կարող է տարածվել ձեր առաջարկած օրինագիծը տարեկան 5 հոգի, 8 հոգի, 20 հոգի, այսինքն նա նույնիսկ չէր հասկանում թե այդ քվոտավորումը ինչ կարգով պետք է անի, այսինքն այս բացերը ինչպես են շփվել։ Տեսեք, նախագիծը շատ ընդգրկուն է եւ իր առջև մեծ նպատակ է դրել, որ պետք է հասնի դրան։ Նպատակը հետեւյալն է, մենք պետք է ունենանք +10% զորակոչ, քան ունենք միջև օրենքի նախագծի շրջանառվել է, ինչը մասամբ արդեն իրականացվել է, մենք ունենք 3-4% մոտ ավել զորակոչ, որովհետև արդեն իսկ կատարել ենք մի շարք փոփոխություններ, որոնք կառավարության տիրույթում էին, եւ եւս ավել զորակոչ կունենանք մենք, երբ օրենքը կմտնի ուժի մեջ։ Սա ինչ է նշանակում, որ մեր բանակը կդառնա ավելի հզոր, մեր քաղաքացիները, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, ինչ խնդիրներով գտնվում են արտերկրում, ես բազմաթիվ զանգեր եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ոգևորված են այդ օրենսդրական նախաձեռնությամբ, մեկը ունի որդի, մեկը ունի ծնող իր խնամքի տակ, մեկը ամուսնացած է, նրանք չեն կարողանում գալ եւ ծառայել 2 տարի ժամկետով, խնդրում են, որպեսզի իրենց տրվի հնարավորություն, իրենք կան մասնակցեն երկրի պաշտպանությանը, զորագրվեն, այո, գան, ծառայեն 1-ից 4 ամիս ժամկետով, դրանից հետո մտնեն պահեստազոր, վճարեն մեծ գումար, որով մենք իրենց բացը ոչ միայն կլրացնենք, այլ 2 անգամ ավելի զինծառայողներ կներգրավենք, միևնույն ժամանակ իրենք չեն կտրվի իրենց մայր հողից, իրենց հանրապետությունից եւ կկարողանան անարգել այցելել Հայաստանի Հանրապետություն։